Եվան շատ աղաչում, որ կյանքիս ոչ թե մի քանի օրեր, կյանքիս բոլոր օրերի մեջ Տիրոջ տան մեջ բնակվեմ։ Այն ժամանակ մենք գիտենք, որ Սողոմոնի պատրաստած չէ, դրանից հետո Սողոմոնը պատրաստեց քարեղեն տուներ, քարեղեն շինություններ, մարմներեն շինություններ, այդ նյութական, բայց հիմա այդ տունը մենք ենք, իրեն լինի պատիվ, իրեն լինի հարգանք, իրեն լինի մեծարանք, որ մենք մեր Տեր Հիսուս եկեղեցու ամեն մեկս մի քար ենք, ամեն մեկս Տիրոջ եկեղեցու մի քար ենք, ասենք փառք Տիրոջ, եւ Առաքյալ Պողոսն էլ շնորհակալություն հայտնում Աստծուն եւ ասում շնորհակալություն Աստծուն, որ Աստված խավարի իշխանությունից դուրս բերեց եւ տեղափոխեց իր որդու Հիսուս Քրիստոսի թագավորության մեջ լինելու։ Ինչքան շնորհակալություն եղբայրներ գորեր, որ Աստված դա արել է մեզ, որ խավարի իշխանությունից տեղափոխեց։ Եվ Աստծո ամենաթանկագին ողորմությունը նա է, որ խավարի իշխանությունից մեզ դուրս է բերել։ Եղբայրներ ջան, քուրեր Աստծմով մենք ծանոթներ չենք շատերս ծանոթներ չենք, բայց ես նստած տեղ մտածում էի, որ հիշում եք, դու ավելի կհիշեք, քան ես, Աբրահամը, երբ որ Սարային ասեց իմ քուրն ես, հիշում ենք, չէ, որ ասեց դու իմ քուրն ես, բայց հետո ոնց էր քուր, ասում է, նրանք մեկ հորից էին, մեկ մորից չէին։ Հիմա մենք շատերս մեկ մորից չենք, բայց մեկ հորից ենք, ասենք փառք Իրան, հալելույա Տիրոջ։ Մենք մեկ հոր ժառանգներ ենք, որդիներ ենք, ինչքան արարիչ է մեր սիրելի Աստված, ինձ եւ ձեզ պատիվ արել, շնորհակալություն Իրան։ Մենք հավատում ենք հավիտենական կյանքին։ Բոլորս հավատում ենք, որ դա իրականություն է։ Դե հիմա խոսեմ իմ թերությունը։ Եթե իմ մասին խոսեմ, ես խոսեմ հաստատ իմ թերության մասին։ Բայց եթե խոսեմ Տիրոջ մասին, պետք է խոսեմ Տիրոջ գովասանության մասին, օրհնյալ լինի Տերը։ Ես երբ որ Աստված կանչեց իր փառախ, ուրեմն իմ միտքն էր աշխատում, հավատքս չէր աշխատում, միտքն էր աշխատում։ Միտքը պետք է լինի հավատքի հետևանքը, բայց իմ հավատքը մնացել էր մտքի հետևանքը։ Մեր սիրելի եղբայր, երբ որ պաշտամունք սկսեց, Եփեսացից 2-րդ գլխում գրված է։ Հիշում եք, մի խոսք արտահայտեց, ասում է, չէ, որ գնում էինք, չէ, մարմնի եւ մտքի կամքը կատարելով։ Դեղ հավատ չկա, դեղ անհավատությունն է, չէ, կատարում ենք մարմնի եւ մտքի կամքը կատարելով Եփեսացից մեր սիրելի եղբայր, որ ընթերցեց, Եփեսացից 2-րդ գլխում գրված, ու իմ միտքն էր աշխատում, բայց ես չէի, նոր էի հավատքի մեջ, բայց դա Աստված տեսնում էր։ Մտածում էի, խորում էի, ասում եմ մարդ, ասում էի իմ մեջ, բայց չէի ֆայմում, կիսվել առաջնորդ եղբայրների հետ, որ ինձ օգնեին, որ եղբայրներ օգնեին, այդենց եւ մի օր, իհարկե ասած խոսքից համաձայն ներողություն եմ խնդրում, գնացի քնելու։ Երբ որ մտա տեղաշոր ու աչքերս անկախ իմ կամքին բերանս փակվեց։
անկախ իմ կամքի հենց տեղաշոր վարկելուց աչքերս բերանս փակվեց։ Երբ որ փակվեց ու լսեցի Սուրբ Հոգին իմ բերանս փակեց, իմ սրտից ձայնով աղոթում էր մեր Տեր Հիսուսին, աղոթում էր։ Երբ որ աղոթում է Տեր Հիսուսին, ոչ թե միտք չէ, ինքը աղոթում է Տեր Հիսուսին ու ես լսում եմ ինչ է աղոթում մեր Տեր Հիսուսին, երբ որ աղոթեց այս ապուջ երկինքը, այս հսկայական երկինքը, տիեզերքը, այդ աղոթքը այնքան գերզոր էր, այնքան զորավոր էր, Սուրբ Հոգու աղոթքը, եղբայրներ քույրեր, շատ զորավոր, ասում եմ, շատ խոսքը դա այդ չի, որ ես կարողանամ փոխանցեմ ձեզ, շատ մեծ ազդեցիկ աղոթքեր ու հայերեն լեզվով, օդա լեզվով չէ, հայերն էր աղոթում, որ ես հասկանամ, բայց իմ բերանով չի աղոթում, իմ սրտից աղոթում, ես լսում եմ, ուրեմն ամբողջ կապույտ երկինքը ձգեց ինձ, ուրեմն ոնց ասեմ, ռեզինը նման, ամբողջ տիեզերքը այսպես ձգեց, այսպես բերեց իմ մոտ, այսպես բերեց, փոքրացրեց, ամբողջ տիեզերքը, այդ աղոթքը, երբ որ ձգեց բերեց իմ մոտ, այս կապույտ տիեզերքը, որ տեսնում ենք, ռեզինը նման այսպես բերեց իմ մոտ, ու ես տեսնում եմ դա, եղբայրներ քույրեր, ու այդ աղոթքի մեջ ես ինչ տեսա, որ Աստված, հիշում եք, այսպիսի խոսք կա Սուրբ Գրքում եւ գրված է Սուրբ Հոգին ինչ անում Սուրբեր համար, չէ՞, ինչ անում բարեխոսություն անում, աղոթք անում, դա այնքան զորեղ էր, որ այդ կապույտ տիեզերքը ոնց ձգեց, ես չեմ կարող ասել, ռեզին նման այսպես ձգեց, բերեց իմ մոտ ու ես մարմնից դուրս եկա, երբ որ դուրս եկա, տեսա հակառակորդը մտել էր իմ սենյակ, լույսը հանգած էր սենյակիս, բայց մտությունը իմ հոգուս չէր խանգարում, երբ որ հելա տեսա իրեն, տենց հրամայեցի տիրոջմով հրամայեցի ու ինքը իսկույն ահով ու վախով ու սարսափած փախավ ինքը, սենյակից փախավ, գիտեք, ինքը վախենում է մեզանից, շատ անգամ հավատքի մարդիկ են վախենում, բայց վախենալ պետք չի իրանից, եղբայրներ քույրեր, նա մեզանից վախենում, ոչ թե մեզանով է վախենում, մեզանից է վախենում, մեր մեջ բնակվողից է վախենում, ալելույա Տիրոջ, եւ ես ուզում եմ, որ Սուրբ Հոգուց կարեւորություն Աստված բացի մեր մեջ, ու մենք ավելի խորը հասկանանք ով է եկել մեր մեջ բնակվելու ու նորից հետ դարձա կամանց այսենց ոնց ասեմ հետ դարձա նորից այսենց մտա իմ մարմնիս մեջ շնորհակալություն ասուն որ Աստված բացել է հավիտենական կյանքի գաղտնիքը բայց ասենք շնորհակալություն բարձրյալ Աստված Ալելույա իրան որ ես ու դու անոք չենք երկին գնալու հավերժ մեր սիրելի փրկչի հետ լինելու ճիշտն ասած մեր ժամանակ արդեն մոտիկ անում է ավարտին մեր Սասուն եղբայր պետք է խոսի եւ ես միշտ ասել եմ որ պետք է խոսի ինչ համար ինչքան էր խոսի եղբայրներ խոսեցին կյանքի ավարտի մասին չէ բայց այդ բանը մարդի անձում եթե չի անցնում մարդ լավ չի հասկանում դա մենք բոլորը տեղյակ ենք չէ որ մեր Սասուն աղբեր սրտից վիրահատվել է դու ինձ թվում աղոթել եք չէ չգիտեմ աղոթել եք թե ոչ բայց մեր Սասուն աղբերը Մարտունիում գրանցում ունի Պողոս Արաքելը ասում է Հռոմեացի եմ հիմա Սասուն աղբեր որ Մարտունի գրանցում ունի գրանցում ունի Մարտունեցիք շատ են սիրում շատ աղոթել են Սասուն աղբոր համար շնորհակալություն ասում որ վերստին Աստված նորից մեր աղբոր շնորհեց մեզ ես գիտեք ոնց է մի բան կա իմ մոտս քանիկա չեմ ուզում խոսել
Բայց որ կանգնում եմ միկրոֆոնի մոտ իլ պրսում չկա։ Հա, հիմա ուզում եմ մտածեմ, որ Աստված ինձ օգնի, որ ես քիչ խոսեմ։ Քիչ խոսեմ, բայց ստացվում է, ինչ ասեմ, կաշխատեմ չերկարացնեմ, ուզում եմ ընտեսեմ, բայց շատ կարևոր համար է իմ եւ ձեր համար, ժողովուրդ ջան Աստծո, Մատթեոս ավետարան 21-րդ գլուխ 18 խոսքից մի քանի խոսք ընտեսեմ, սա այն պահն է, բայց ուշադիր լինենք։ Մենք ուշադիր լինենք։ Ես բացելի Սաղմոսը 50-ի, սա էլ ասեմ ու 21-ը խոսեմ, ժողովուրդ ջան Աստծո, հանկարծ որ Սասուն եղբոր խոսելը քիչ մնա, մենք պատրաստ ենք, հա, եղբայրների թույլատրությամբ, իհարկե։ Մենք իրենց իրավունք ունենք անցնելու, չէ՞, ենթադրի մի 10-15 րոպե, որ երկարի ոչինչ պաշտամունքը։ Հա, կհամբերենք, հո շատ սոված չենք։ Հա, Աստված օրհնի։ Ասում եմ սոված չենք նրա համար, որովհետև իմ հավատքի կյանքում, երբ որ մտել եմ հավատքի առաջի օրից ասեմ, ոնց ասեմ, հա, ամեն կիրակորեր ես աշխատել եմ ծոմով գալ Տիրոջ։ Աշխատել եմ միշտ ծոմով գալ մեր Տեր Աստծո առաջ։ Մենք գիտենք, չէ, կիրակոր նշանակում է, չէ, հարության օր։ Կիրակի նշանակում է հարության օր։ Մեկշաբթին դարձավ կիրակի։ Այսինքն ըստ թարգմանության նշանակում է հարություն։ Ռուսերեն լավ ասում, չէ։ Ռուսերեն հասկանալի է, չէ, воскресенье, ինչ воскресенье։ Քրիստոս воскрес։ 50 Սաղմոսի տեսեք ինչ ասում։ Յոթ խոսքը։ Լսիր իմ ժողովուրդ, 50-ի 7-րդ խոսքը։ Եվ ես խոսեմ։ Ով Իսրայել, եւ ես վկայություն տամ քեզ, ես եմ Աստված, քո Աստվածը։ Լսիր իմ ժողովուրդ։ Ուրեմն ինչ համար ես ընտեցի, որ ես ինքս էլ խոսում եմ, բայց առաջուց ես պետք է լսեմ։ Ինչ համար, որովհետև իմ բերանը իմ ակաժներին ավելի մոտ է։ Ավելի մոտ է իմ բերան իմ ակաժներին։ Եվ առավոտանց, երբ որ ետ էր դառնում, քաղաք սովեց։ Տերը սովեց։ Եվ ան ճանապարհի վրա մի թզենի տեսնելով գնաց նրա մոտ։ Եվ նրա վրա մի բան չգտավ, բաց միայն տերև։ Եվ նրան ասեց. այլևս քեզանից պտուղ չլինի։ Հավիտյան թզենին իսկույն չորացավ։ Հետաքրքիր, այստեղ մի նուրբ միտք կա։ Ինչ ասում Տերը, ինչ հետաքրքիր է։ Ուրեմն եղբայրներ ջան, քուրեր, այդ թզենու խորհուրդը մենք ենք։ Մենք ենք։ Լա ուշադիրեք, մի նուրբ բան կա, մի նուրբ խոսք ասում էր Տեր Հիսուսը։ Եվ նրան ասեց. այլևս քեզանց պտուղ չլինի, հավիտյան, թզենին իսկույն չորացավ։ Հետաքրքիր է, պրակտիկ վերաբերվում էր թզենուն, դերևալից թզենուն, բայց պտուղ չգտավ, բայց դեղ մի նուրբ խոսք կա, ասում է այլևս քեզ մե պտուղ չլինի հավիտյան։ Թզենին ինչ գործ ունի հավիտյանության հետ։ Թզենին հավիտյանության ինչ գործ ունի։ Նա ծառ էր, չէ, տարիներ պետք է ասներ, պետք է չորանար, չէ, վերջապես չորանալու խնդիր կա, բայց ասում է հավիտյան։ Այսինքն սա վերաբերվում է մեզ։ Եղբայրներ ջան, քուրեր, մենք պետք է անհոգ չմնանք, սա լուրջ համար է, սա կարևոր համար է։ Մեր կյանքում Հիսուսը կգա ժամանակ կմոտիկանա մեր վրայից պտուղ ուտելու։ Հիշում եք Եսայիա մարգարեության 53-րդ գլխում գրված է. անիկա իր աշխատանքի պտուղը պիտի տեսնա եւ ինչ անի, կշտանա։ Պիտի կշտանա։ Եղբայրներ քուրեր, Տեր Հիսուսին չթողենք սոված։ Ես մի օրինակ բերեմ, որ լավ, ոնց թողենք սոված, ոնց։ Հետ եղել է որ ծնող Երևաներ որ փոքր եղե, մենք եղել է որ գրկախառն ենք եղել, չէ, այդեն ցեխմել ենք մեր կրծքին ու զգացել ենք որ հոգով հագեցել ենք,
Չգիտեմ եղել է թե չէ։ Հəլու շատ երեք։ Երբ որ չէ, երեխուն կարոտում ենք, դա հոգու աշխարհն է կարոտում, չէ։ Ու սեղմել են կրծքին, ու զգացել են ինչ որ մի ինչ լինի, բավարարություն լինի։ Էդի եղած կլինի ծնողների կյանքում հաստատ դա ծնողներ պետք է զգան, որ իրենց հոգում դա եղել է։ Հա, հիմա ինչ եղավ երկրորդը։ Նախ ասում է հավիտյան։ Քեզ մե պտուղ չլինի։ Թզեն ինչ գործն է հավիտենության հետ։ Այս խոսքը մեզ ցուցաբերում է, ցույց է տալիս, որ դա իրական թզենի էր, բայց դա վերաբերում է մեզ։ Դա վերաբերում մեզ, որ կգա ժամանակ Աստված մեզ կմոտիկանա ինչ անելու, պտուղ ուտելու։ Բայց Տերը օգնի, երբ որ մոտիկանա, սոված չթողենք իրան։ Հոգևոր կյանքով մենք լեցված լինենք, օրհնյալ լինի արարիչ Աստված։ Բա թզենուն ինչ եղավ, որ իսկույն չորացավ։ Սա էլ հարց առաջանում, չէ՞։ Ինչ եղավ, հետաքրքիր է։ Թզենուն ինչ եղավ։ Ըստ ֆիզիկայի, չէ, օրենքների դա անհնարին էր։ Անհնարին է իսկույն թզենին չորանա։ Ծառը, որ մենք կտրում ենք, վառելու համար ամիսներ ենք սպասում, մինչև այդ ծառը, փայտը չորանա, որ մենք վառենք, մենք օգտագործենք։ Բայց Սուրբ Գիրքն ասում է, իսկույն չորացավ։ Հետաքրքիր է, ինչ եղավ, որ չորացավ։ Ուրեմն ծննդոց առաջի գլուխ Տերը օգնի մեզ, որպեսզի մենք պտուղ ունենանք մեր կյանքում։ Տեսեք ինչ ասում։ Եվ Աստված առաջի գլուխ 11 խոսք ծննդոց։ Եվ Աստված ասեց. երկիրը կանաչ խոտ բուսցնե, սերմ տվող խոտ, եւ պտղաբեր ծառ, որ պտուղ տա իր տեսակի պես, որի սերմը իրանում լինի, եւ երկրի վրա, եւ այնպես եղավ։ Հիմա ինչ եղավ, որ Տերն իսկույն չորացավ։ Ուրեմն տեսեք եղբայրներ քուրեր, չկա մի բուսականություն, չկա մի կենդանություն, չկա մի մարդկություն, այն ինչ որ մեր աչքերը տեսնում են, որ Աստծո խոսք չլինի իր մեջ։ Ուրեմն որ խոսքը թզենու մեջ կար, ու թզենին պտուղ չէր տվե, այն խոսքը, որ 11-րդ խոսքը դրեց երկրագնդի վրա, որպես երկիրը իր տեսակի պես պտուղ ծառ տա, ու պտուղ տա այս թզենին, պտուղ չէր տվե, այն խոսքը, որ թզենու մեջ կար, Աստված Տեր Հիսուսը, այդ խոսքը վերցրեց։ Հիշում եք, այսպիսի համար կավետան Տերն ասե, անձամբ Տերն ասե, որ ասեց, նրանք, որ հիշում եք ասեց, չունեցողից կվերցվի, ումա տրվում, նրանք, որ ունեն։ Ուրեմն մենք պետք է շատ զգուշ վարվենք Աստծո խոսքի հետ։ Ուրեմն մեր կյանքը պտուղ տալը կախված է Աստծո խոսքից, բայց անհատից կյանքում Հիսուսը մոտիկանալու է, գիտեք։ Կյանքի վերջում էլ ինքը մոտիկանալու է մարդուն, որ ինքը սոված չմնա։ Հալելույա Տիրոջ։ Դու տեսնում եք ինչ կարևոր է Աստծո խոսքը, եղբայրներ խոսեցին խոսքի մասին, ինչ կարևոր է Աստված օգնի։ Մի անգամ Հովհաննես Ավետարան 11-րդ գլխում մենք գիտենք Ղազարոսի հարության, չէ՞, գլուխն է դա, Ղազարոսին, որ Տերը հարություն տվեց, Տերը բացեց ինչ տեսա, ես տեսա, որ խոսքը իջավ գերեզման, խոսքը մտավ, մենք տեղյակ ենք, չէ՞, որ Տեր Հիսուս գերեզման չմտավ, տեղյակ ենք, չէ՞, բոլորս տեղյակ ենք, Հիսուսը չմտավ գերեզման, ո՞ր մտավ գերեզման, իր խոսքը մտավ գերեզման, եղբայրներ քույր, հալելույա Տիրոջ, եւ տա Աստված, որ այդ խոսքը, երբ որ լսում ենք, կամ ընթեցանում ենք, Աստված օգնի այդ խոսքը իջնի մեր հոգու մեջ, որ իրա պտուղը տա։ Եղբայրներ ջան քույրեր, հենց լինի, որ մեր կյանքի ավարտին ես ու դու լինենք պտղա
վեր։ Հալելույա։ Հիսուս Տերը սոված չմնա։ Ամեն։